Մենք դեռ չենք տեսել որից է մեկին, ով իրապես պատրվել է, ովքեր որ Հայաստանի Հանրապետության դավաճ անել են, ովքեր որ գործել են այնտեղ Հայաստանի Հանրապետության, այդ մարդիկ անընդհատ խրախուսվում են։ Հայաստանը հետևողականորեն կորցնել է իր անկախությունը։ Հայաստանը չի կարող պարտվել ու այնպիսի պարտություն կա, ինչպիսի որ այս իշխանությունը փորձում է ներկայացնել փաթեթավորել։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, մարտական եղբայրություն միաբանության գրասենյակում ենք։ Միաբանության դիրքորոշումը կներկայացնի միաբանության ազգային հեղափոխություն կուսակցության անդամ Մասիս Շիրոյանը։ Հաղորդումը կվարեմ ես, մարտական եղբայրություն միաբանության անդամ Աննա Սարգսյանս։ Ողջույն Մասիս ջան։ Բարև Աննա ջան։ Այս շաբաթ տարածաշրջանի ուշադրությունը կենտրոնացված էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնի այցին Բաքու, ապա Երևան։ Բաքվում նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանի կայունացման, տնտեսական համագործակցության եւ վերականգնվող էներգիայի շուրջ հարցերը։ Ալիևը նշել է, որ վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանից Եվրամիություն արտահանվող գազը աճել է շուրջ 65%-ով, նշելով նաեւ, որ Եվրոպական միությունը հանդիսանում է նրա գլխավոր գործընկերը։ Ինչպես նաեւ նշել է, որ Եվրոպական միությունը ապահովում է նրա առևտրաշրջանառության 40%-ը։ Իսկ Երևան այցելության ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը նշեց, որ Հայաստանին կտրամադրվի 18 միլիոն եվրո, որը կարող են օգտագործել առևտուրը խթանելու ուղղությամբ։ Նա նաև նշեց, որ կքննարկվի Հայաստանին արտոնություններ տալու հարցը Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ դեպի Եվրամիություն, այսինքն կիչեցնել մաքսատուրքերը Հայաստանից արտահանվող ապրանքների վրա, որոնք կուղարկվեն Եվրամիություն։ Նախ սկսենք այս հարցը երկու մասից է բաղկացած։ Առաջին մասը, որ նա հայտարարություններ արել Բաքվում, սրա մասին պետք է նաև ուշադրություն դարձնենք, որովհետև նախ Ադրբեջանի արտադրության մեծացել է Եվրամիության հետ, նաև այն պատճառով, որ օրինակ ռուսական գազը արդեն որպես տարանցի երկիր օգտագործում է Ադրբեջանը ու նաև հենց ռուսական գազն է գնում Եվրոպա Ադրբեջանով։ Այսինքն եթե մեր իշխանությունները բավական խոհեմություն ունենային, այս հարցը կարող էին բարձրացնել, այս հարցի շուրջ կարող էին Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, որովհետև կա նաև խնդիր Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ ու կարող են Ադրբեջանին ուղղակի ճնշել։ Սա հարցի մի մասն է։ Երկրորդը, որ նշվել է, որ Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության 40%-ը կազմում է դա Եվրամիության շուկան, սա նույնպես ուշադրության արժանի թեմա է, որովհետև օրինակ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 33%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին ու մեզ այստեղ փորձում են ներկայացնել, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, անընդհատ ներկայացնում են, որ օրինակ Ադրբեջանը գործում է ռուսական ուղեցրում, բայց այնինչ թվերը դրա լրիվ հակառակն են ասում։ Ադրբեջանը գնում է դեպի Եվրամիություն, փորձում է Եվրամիության գործընկեր պետություն դառնալ ու դա անում է ի հաշիվ Հայաստանին նաև։ Իսկ Հայաստանը փաշտեն տանում է լրիվ ռուսական ճանապարհով։ Սրա մասին են խոսում նաև հեռախոսների հետ կապված այդ email-ների օրենքը, որը որ ցանկանում են ներդնել այնպես ինչպես օրինակ Ռուսաստանում կա, Ռուսաստանում են ներդրել ու տոտալիտար համակարգերում ամբողջությամբ վերահսկողության տակ առնելով բջջային հեռախոսները։ Դրա համար մենք կարող ենք սրանով փաստել, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչքան որ բարձրաձայնի, ինչքան որ փորձի ներկայանա որպես արևմուտք գնացող քաղաքական գործիչ, ինքը ուղղակի իմիտացիա է ստեղծում, որպեսզի հետագայում տեղի ունեցող որոշակի խնդիրների կամ պատերազմական իրավիճակների դեպքում Ռուսաստանին ազատի մեղքի կամ պատասխանատվությունից, մեղքից կամ պատասխանատվությունից։ Այսինքն մենք սա մի անգամ տեսել ենք 20 թվականի պատերազմից առաջ, օրինակ Փաշինյանը չէր դիմավորում Պուտինին, հետագայում հայ քաղաքական մտքի տիտանները փորձում են մեկնաբանել, որ Ռուսաստանը նեյտրալ է իրեն դրսևորում Արցախյան պատերազմում, որովհետև Փաշինյանը չի դիմավորել Պուտինին։ Հիմա նույնն են իրականացնում, այսինքն երբ որ կարիք կա հանրությանը մոլորեցնել, իրենք շատ ջերմ հարաբերություններ, երբ որ կարիք չկա, հակառակը պետք է Ռուսաստանի ձեռքերը ազատեն պատասխանատվությունից, փորձում են ներկայացնել իբր թե վատ են, բայց թվերը հակառակն են խոսում այդ ամենի մասին։ Ինչ վերաբերվում է, որ 18 միլիոնի չգիտեմ դրամական միջոցներ են տրամադրել Հայաստանի, որպեսզի զարգացնեն առևտուրը կամ մաքսատուրքերն են նվազեցնում, սրա մասին էլ, այսինքն պետք է հասկանանք, որ սա լավ է, Եվրոպան հնարավորություններ է տալիս Հայաստանին, որպեսզի կարողանա եվրոպական շուկա մտնի։
ինչքանով կօգտվի դրանից Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը, սա արդեն մեծ հարց է, որովհետև մենք չենք տեսնում, որ հետևողական Փաշինյանը կամ իր կառավարությունը առևտրաշրջանառությունը մեծացնի այլ շուկաների հետ։ Մենք տեսնում ենք հետևողական այնպիսի աճ է տեղի ունեցել Ռուսաստանի հետ, որ պատմական մաքսիմումին է հասել։ Երբեք նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նման հսկայական կախվածություն Հայաստանի տնտեսությունը չի ունեցել Ռուսաստանից։ Երբ որ իրենք անդադ թմկարում են օրինակ գույք պարտքի դիմաց Ռոբերտ Քոչարյանը հանձնեց Հայաստանի Հանրապետությունը, իրենք ավելի վատ բաներ են արել։ Ու սա բնավ չի խոսում, որ ես փորձում եմ արդարացնել Ռոբերտ Քոչարյանի արարքները, որովհետև դա շատ վատ արարքներ էին, ինչը որ թույլ է տվել ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, բայց Փաշինյանը երկու անգամ ավելի վատ արարքներ է իրեն թույլ տալի, ինչը տխուր է, իրականում տխուր է իրականությունը։ Ու այս ամեն ինչը չի կարող շտկվել, քանի դեռ մեր իշխանության գլուխ են իրենց ասած ճակերտավոր խաղաղության կուսակցություն, այսինքն ընդդիմություն իշխանություն է համատեղ այդ կոալիցիան, որը գործում է, մենք տեսել ենք անընդհատ տարիներ շարունակ, տասնամյակներ նույնիսկ։ Այդ խաղաղության կուսակցության ներկայացվածությունը պարլամենտում ու անկախական ուժերի պասիվությունը կամ անզորությունը սա բերում է նրան, որ Հայաստանը հետևողականորեն կորցնում է իր անկախությունը, այսինքն մենք անընդհատ զիջել ենք, անընդհատ, ու մենք կհիշենք 13 թվականին օրինակ Հայաստանը մտավ ԵԱՏՄ, որպեսզի Արցախի անվտանգությունը կարողանա ապահովել, ինչը չբերեց Արցախի անվտանգության ապահովմանը, այսինքն 7 տարի անց մենք ունեցանք խնդիր Արցախում ու սկսեցինք կորցնել Արցախը։ Դրա համար մեզ հարկավոր է այ անդադ երբ որ ասում ենք ազգային հեղափոխություն, հենց սրա համար է հարկավոր ու այո շատ շուտով իրենք հայտարարել են նաև Նարեկ Կարապետյանը ուժեղ Հայաստանից հայտարարել է, որ իրենք են ոչի կողմնակից լինելու սահմանադրական հարաբերությունների ժամանակ, սա խոսում է մի բանի մասին, որ իրենք վերցնել են մանդատներ ու իրենց թիմակիցներ միգուցե ինչ-որ մարդիկ կամ իրենց կամ Քոչարյանի թիմակիցներից ինչ-որ մարդիկ կանցնեն Փաշինյանի թիմ, որպեսզի կարողանան հարաբերություն իրականացնեն, որովհետև իրենց ձայները չեն հերիքում այդ հարաբերություն դնելու համար, բայց իրենք արդեն խոսում են հարաբերությունների դրվելու մասին, այսինքն այն կանխատեսումները, ինչ որ մենք ժամանակին արել ենք, որ թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը դրանք բոլորով մի թիմ են ներկայ իշխանության գաղափարական տարաձայնություններ չունեն, իրենք համատեղ գնալու են դրան ու ասենք ի սկզբանե մենք պետք է ֆիքսենք, որ իրենց հետ հույս չկապեք, իրենք մենք տեսնում ենք, թե ինչ օրակարգեր են սպասարկում, ինչպես են իրենց դրսևորում, հետընտրական process-ներ երբեք այսքան հանգիստ ու հաստ չեն եղել Հայաստանում, ինչ որ այս պահին է տեղի ունենում։ Այս շաբաթ քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 7 ուժերի կողմից ներկայացված ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցը։ Ընդդիմադիր ուժերը շարունակում են պնդել, որ ընտրություններն իրականացվել են զանգվածային խախտումներով ու ճնշումներով, ինչին ի հակառակ իշխանություններն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է պնդել, որ այդ փոքրիկ խախտումները չեն կարող այնպիսի մեծ ազդեցություն ունենալ, որ ընտրություններն անվավեր ճանաչվեն, ինչը իրականում տեղի ունենում։ Միթե Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը կարող է մեծ փոփոխություն իրականացնել, թե գործ ունենք մի գործընթացի հետ, որի արդյունքը վաղուց արդեն ակնհայտ է։ Իրենք ուղղակի ժամանակ են ձգում, չենք էլ հասկանում ինչի համար։ Մենք մինչև այս պահը չենք տեսել օրինակ Ծառուկյանի դիրքորոշում, թե Ծառուկյանը ինչպիսի դիրքորոշում ունի, ցանկանում է հայտնվել պարլամենտում, թե չի ցանկանում, որովհետև հիմնական վիճելի հարցն է Ծառուկյանի հետ կապված, բայց հետ գանք իրենց ուժերի ստորագրած փաստաթուղթը, որ իրենք Սահմանադրական դատարան բողոք են ներկայացրել։ Նախ հարց է առաջանում, արդյոք իրենք ունեն վստահություն Սահմանադրական դատարանի նկատմամբ, որտեղ որ գերակշիռ մասը դատավորների ԿՊ-ին սպասարկող անձիկ են, քաղաքացիական պայմաններից դուրս եկած անձիկ են նույնիսկ։ Այսինքն եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ ամեն ինչ ճիշտ ընթացակարգով է գնացել, իրենք համակերպվել են դրա, թե չեն համակերպվել, որովհետև իրենց համար փակուղային իրավիճակ, իրենք դիմում են մի ատյան, որը որ բացարձակ վստահություն չի վայելում։ Սա քաղաքական մոտեցում չէ, այսինքն մեր մոտ քաղաքական գործիչները փորձում են ցույց տալ, որ քաղաքական խոսքը ավելի ստորադաս է, քաղաքական նպատակներն ավելի ստորադաս են, փորձում են իբր իրավական ճանապարհով հարցերը կարգավորել։ Իրենք մտել են քաղաքականություն, բայց գործում են
օրենքի տարին իրավական կետերին համապատասխան բողոքների, ընթացակարգերի ու բյուրոկրատիայի սահմաններում, այսինքն իրենք քաղաքական միտք չեն արտահայտում, իրենք փորձում են տառ ու բառ անել, հասկանալ թե որտեղ ինչ խախտում եղել կամ ինչ խախտում չի եղել։ Խախտումները բնականաբար եղել են ու խախտումները հենց երեկոյան գիշերը ժամը 2-ին, երբ Փաշինյանը հայտարարում է, ասում է ես միանձնյա ձևավորել եմ կառավարություն, սա արդեն խախտում էր։ Եվ սա լեգիտիմ իրավունք էր տալիս ընդդիմադիր դաշտին գնալ հեղափոխական ճանապարհով։ Ու այն ճանապարհով, որը օրինակ Փաշինյանն էր ասում, ինքը դեռ չէ հայտարարում, ասում է դուրները չկալ, դուրս եկեք հեղափոխություն արեք։ Համարում եք, որ ես սխալ եմ, դուրս եկեք հեղափոխության։ Բոլոր հնարավոր բաները, պասերը Փաշինյանը տվեց ընդդիմությանը։ Ու դա մենք չենք կարող անել, որովհետև հանրությունը գնացել էր ձայներ տվել Սամվել Կարապետյան եւ Ռոբերտ Քոչարյանի հիմնական մասը։ Իրենք կարող են այդ նույն 7 ուժերով այդ գիշերը դուրս գային փողոց ու ասեն հետ չեն գնում, որովհետև տապալել են ընտրությունները, իրենք հաշվարկը տեղի չունեցած պաշտոնական ոչինչ չկար, իրենք արդեն հայտարարում են մի բանի մասին, որը հետո պարզվեց իրականությանը չի համապատասխանում ու մենք փոխանակ տեսնենք առաջնորդների ընդդիմության մեջ։ Մենք տեսանք բողոքողների, ովքեր բողոքում են ու բողոքում են Փաշինյանին։ Փաշինյանից բողոքում են Փաշինյանին, այսինքն այդ համադրական դատարանը մենք տեսնում ենք ովքեր են, դա նույն Փաշինյանն է։ Իրենք գնացել են ոչ թե առաջնորդում են, ոչ թե իրենց կարծիքն են փորձում առաջնալ, այլ հակառակը գնացել են, ասում են, ընկեր դու լավ բան չես արել, մի հատ վերանայելի, խնդրում ենք։ Վերանայեց ամսի 4-ին հրապարակելու են ու ամենայն հավանականությամբ շատ մեծ 90 եւ ավելի տոկոս հավանականությամբ համարում են, որ ամեն ինչ նորմալ է։ Կարող է մի երկու տեղ խախտում եղել է, բայց դա իրապես ազդեցություն չի ունեցել։ Նման է մի հատ տեքստ են հրապարակելու, ասել են անցեք առաջ, գնացեք ազգային ժողով, վերցրեք մանդատները, Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատեք։ Ու անելու են այս ամենը, որովհետեւ կեսում Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ պատրաստվելու են սահմանադրական հանրաքվեին։ Այդ նշանակում է, որ իրենք հող են նախապատրաստում, սկզբից հայտարարել են, որ չեն վերցնել մանդատները կամ չգիտեմ իրենց քարոզիչներն են անդադացում, վերցնել, չվերցնել, որն է ճիշտ։ Բայց գնալու են այն ճանապարհով, ինչը որ 21 թվականի ընդդիմությունը գնաց։ Դրա համար մենք ասում ենք բոլորը նույնն են, նույն կուսակցությունն են, նույն առաջարկներն ունեն ու իմիջիայլոց իրենք հայտարարում են, որ այլևս պետք է ոչ թե անձը անձին հակադրել, այլ գաղափարը անձին հակադրել, այսինքն ոչ թե գաղափարը գաղափարին հակադրում, այլ գաղափարը անձին են հակադրում, որովհետև այլ գաղափար չի մյուս անձի մոտ էլ։ Փաշինյանից գաղափարը եւ մեր ընդդիմադիրների գաղափարները նույնն են, նույնական են։ Մասիս ջան, այս շաբաթ նկատեցինք, թե ինչպես Ալեն Սիմոնյանը նեղացած հեռացավ խորհրդարանից, հրաժարվեց իր մանդատից, ինչպես նաև արդեն գիտենք, որ խորհրդարանի նախագահ չի ընտրվել, Ռուբեն Ռուբինյանն է ընտրվել։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ Ալեն Սիմոնյանը կամ իր առջև դրված որևէ նպատակ կամ գործողություն չի կատարել, կամ պարզապես մենք հերթական անգամ տեսնում ենք Փաշինյանի միանձնյա կառավարումը։ Կամ միգուցե Ալեն Սիմոնյանի համար ավելի համեղ պատառ են նախապատրաստել եւ Ալեն Սիմոնյանին, չգիտեմ, գործողելու են ավելի լավ գործի, օրինակ։ Մենք չենք կարող հիմա մտածել, թե Փաշինյանի գլխում ինչ է տեղի ունենում, որտեղ այնտեղ քաոս է, կառավարելի քաոս, բայց մենք հասկանում ենք, որ Ալեն Սիմոնյանը վերջի ֆիգուրը չի քաղաքացիական պայմանագրում ու բավականին մեծ ազդեցություն ունի, երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրել, բազմաթիվ գաղտնի ինֆորմացիաներ է տիրապետում եւ ինչքան էլ որ իրենց միջանձնային հարաբերությունները կարող է թվալ, որ լարված են ու վատ են, բայց ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում, երբեք մարդկանց այնքան չի մտերմացնում, ինչքան ոչինչ, ինչքան համատեղ գործած հանցանք է։ Իսկ իրենք համատեղ գործած բազմաթիվ հանցանքներ ունեն, այդ հանցանքները հիմնականում վերաբերվում են Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդին։ Դրա համար հավատալ, որ իրենք իրարից կարող են հեռանալ կամ, չգիտեմ, մեղքերի թողություն անել ու փորձել մաքուր էջից կյանք սկսել, դա այդպես չի լինելու։ Այո, Ալեն Սիմոնյանը նաև ունի բացասական վարկանիշ հանրության լայն շրջանակներում, միգուցե հենց դրա պատճառով իրենք կարող են այլ տեղ աշխատանք տալ կամ գործ ուղղել, որպեսզի
սահմանադրական հարաքավերի ժամանակ իրենք ավելի դրական իմիջով հանդես գան։ Միգուցե սա նաև այդպիսի քայլ է, որ Փաշինյանը իր շրջանակը մաքրում է, ավելի վստահելի մարդկանց հետ ներկայացնում ու պետք է արդեն ավելի կոպիտ ինքը հանդես գա, պետք է բոլորին պատժի, նույնիսկ իր թիմակիցներին, սա ուղղակի խաղ է։ Մենք դեռ չենք տեսել որևիցե մեկին, ով իրապես պատժվել է այս ընթացքում։ Հակառակը, ովքեր որ Հայաստանի Հանրապետությանը դավաճ անել են, ովքեր որ գործել են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այդ մարդիկ անընդհատ խրախուսվում են, սկսած զինվորականներից, այն զինվորականներն, ովքեր որ իրենց վատ են դրսևորել, ովքեր որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքներն են հանձնելու զիջը, այդ զինվորականները ստացել են ավելի բարձր կոչումներ, նաեւ շատ դեպքերում մարտական խաչառաջի աշճան, չգիտեմ, ազգային հերոս, իսկ այն զինվորականները, ովքեր իրապես հողի վրա կանգնելու կռվել են, ովքեր որ շատերը կյանք են դրել կամ չեմ առողջություն են կորցրել, կես մարդ են դարձել, այդ զինվորականներին առհասարակ փորձում են չհիշել ու անտեսել։ Մասիս ջան, այս շաբաթ օրինապահ մահակը շարունակվում էր կիրառվել ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Տեսանք, որ այս շաբաթ կալանավորվեցին գաղտնի տեղեկատվություն հրապարակելու մեջ մեղադրանքով ձերբակալված 2 զինվորականներ։ Քննչական կոմիտեի տեղեկատվությամբ նրանցից մեկը ՊՆ զորամասներից մեկի հրամանատար Էդիկ Մալոյանն էր, իսկ մյուսը զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոմեն Ջավադյանն էր։ Ըստ մեղադրանքի Մալոյանը չունենալով համապատասխան գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք դրդել է այդ տեղեկատվության հասանելիություն ունեցող սպային այն հրապարակել, ապա ինքն էլ հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկատվությունը։ Սա նորից խոսում է նրա մասին, քիչ առաջ ես որ նշեցի, որ պատժում են այն սպաները, ովքեր որ իրապես գործողություններ են արել, իրապես պայքարել են դիմադրել ու փառքի շքանշաններն են արժանանում այն զինվորականները, ովքեր որ գործել են Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն իրենց առջև դրված խնդիրները չեն կատարում, այդ զինվորականներին փառաբանում են, մեծարում են, իսկ օրինակ Մալոյանի նման սպային, ով բազմաթիվ անգամներ է աչքի ընկել, որպես լավ սպա թե պատերազմի ընթացքում թե հետագայում ու դրա մասին փաստում են նաև նրա մարտական ընկերները, նրա հետ ճանապարհ անցած զինվորականները, զինվորները, կամավորները, Մալոյանին ճանաչողները այլ դիրքորոշում ունեն ու այո, Մալոյանի նման մարդիկ տիրապետելով կամ հնարավորություն ունենալով որոշակի ինֆորմացիաների տիրապետելուն կարող են նաև հարցեր առաջ քաշել, որովհետև իրենք տեսնում են, որ իրենց աչքի առաջ այն պետությունը, որը իրենք ծառայել են, որի համար իրենք կյանք են դրել, իրենց ընկերներին են զոհել, իրենց տարիներն են պետությանը նվիրել, այդ պետությունը կործանվում է, հստակ քայլերով գնում է կործանման։ Ինչպես պետք է պահի իրենց զինվորականը, երբ որ ինքը որոշակի ինֆորմացիայի տիրապետում է ու որպեսզի կարողանա սթափեցնի հասարակության, ինչ անի։ Անընդհատ ասի, որ դա որոշակի գաղտնիք է ու չի կարելի հրապարակել, ամեն անգամ դա չի կարելի հրապարակելների արդյունքում մենք որոշակի զիջումներ ենք ունենում, որոշակի կորուստներ։ Ես սրա հետ կապված հակառակ կարող եմ ասել, որ մեր բոլոր զինվորականները պետք է այն զինվորականները, ովքեր որ տիրապետում են ինֆորմացիաների, տիրապետում են այն գաղտնի ինֆորմացիաների, թե ովքեր են իրական դավաճաններն եղել, ովքեր են զիջողները եղել, հակառակը դրա մասին պետք է դուրս գան բարձրացնել, ասեն որտեղ ինչ խնդիր առաջացել ու պատճառով է առաջացել։ Սրա մասին պետք է խոսել, որովհետև մենք ունեցել ենք պարտություն, որը հասկանում ենք, որ դրա ամբողջ պատասխանատուն քաղաքական ղեկավարությունն է եւ որոշակի ռազմական գործիչներն են դրանց պատասխանատուն, բայց չի կարող ժողովուրդը, հայազգը չի կարող պարտվել ու այնպիսի պարտություն կրել, ինչպիսին որ այս իշխանությունները փորձում են ներկայացնել փաթեթավորել։ Դրա համար մենք մեր ստեղծման օրվանից ասում ենք, որ նույնիսկ եթե մենք ռազմական գործողություններում ունեցել ենք որոշակի անհաջողություններ, դա չի կարելի անվանել պարտություն ու մեր այդ անհաջողությունները այնքանի չեն եղել, ինչքանի մեզանից Ադրբեջանը փորձում է ստանալ ու շարունակում է ամենօրյա ռեժիմով ինչ-որ բան ստանալ։ Ու Միչելը սրա մասին նախորդ հաղորդման ժամանակ Ռուբեն Դալաքյանն նշել է, սրա մասին պետք է անընդհատ նշել, որ պատերազմը շարունակվում է,
Երբ որ ասում են խաղաղություն չկա, պատերազմը շարունակվում է ու ավելի ակտիվ ֆազա է մտել։ Երբ որ ֆորումն իրականացնում Նախիջևանում Արևմտյան Ադրբեջան անվանումով, Հայաստանը նշելով որպես Արևմտյան Ադրբեջան, սրանով իրենք հող են նախապատրաստում առաջիկայում, ապագայում, այսինքն հաջորդ սերունդների համար մեծ ռազմական գործողությունների, որովհետև ադրբեջանցի երեխաները սնվելով այդ գաղափարներով իրենք մի օր ցանկություն են հայտնելու հարձակվեն Հայաստանի վրա եւ այսպես ասած Արևմտյան Ադրբեջանը փորձեն ազատագրել։ Դրա համար Ադրբեջանի այսօրվա իշխանությունը հանդարտ փորձելու է թույլատնել Հայաստանի դիրքերը նվազեցնել, ինչ որ անում է, բայց զուգահեռ ինքը իր ժողովրդի մոտ ստեղծում է ազգային ինքնություն, այն ինչ որ իրենք չեն ունեցել։ Ու տեղեկացնում եմ, որ երբ որ մեզ անդադ ասում եք ում երեխաների հաշվին եք ասում դիմադրություն, մենք դրան հակադարձում ենք, ասում ենք իրենք մեր բոլորիս երեխաների, թորների ապագայում հաշվին ձեզ իբր խաղաղություն են քարոզում կամ ներկայացնում, չկա այդ խաղաղությունը։ Ադրբեջանը պատրաստվում է ավելի լայնամասշտաբ պատերազմի ու սրա համար միգուցե 5 տարի, միգուցե 10 կամ 20 տարի, բայց սա շարունակվող process է։ Ու իրենք հենց սրան են տանելու։ Այսօրվա մի փոր հացի համար փորձում են դրանում մոլորեցնել հանրությանն ու մեզ մղել ավելի լայն պատերազմների մեջ ու ավելի մեծ կորուստների։ Դրա համար պետք է սահմանադրական հարաբերական ակտիվ մասնակցություն ունենալ։ Պետք է կանգնել մեր նման ուժերի կողքին եւ աջակցել ոչը եւ ոչի միջոցով ունենալ հասարակության լայն կոնսոլիդացիա։ Հայ հասարակությունը պետք է ցույց տա, որ ինքը չի ցանկանում գործել Ալիևի ասածով, Ալիևի օրակարգով։ Հիշեցնենք նաև, որ երկարաձգվեց նախկին ԿԳ նախարար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։ Նա նախորդ ամսվանից կալանքի մեջ էր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գույքի օտարման շուրջ քննվող հարցով։ Ասում են, որ իրականում նրան կշարունակի ինչը նկատել, եթե հանդես չգար ընդդիմադիր կեցվածքով կամ քաղաքական հայտարարություններ չաներ։ Կարծում եմ սրա տակ ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա, Մասիսյան։ Ցանկացած անհատական իրավիճակում ձեռքակալում են Արմեն Աշոտյանին, Սաշիկ Սարգսյանին վրայից ամեն մեղադրանք հանում են, բայց Արմեն Աշոտյանին մեղադրում են ամենամեծ հանցանքների մեջ։ Մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ մաքուր մարդիկ չեն եղել իրենց իշխանության տարիներին, բայց հասկանում ենք, որ իրենք չեն որոշողները եղել։ Ու երբ որ Փաշինյանն ասում է բոլորը պատժվելու են իրենց արած հանցանքների համար, մենք տեսնում ենք, որ պատժում են Արմեն Աշոտյանին, խավության նոխազ են դարձրել։ Սա չի նշանակում, որ ես արդարացնում եմ Արմեն Աշոտյանի կառավարման տարիները, բայց իրապես հասկանում ենք, որ Արմեն Աշոտյանը ինքը իրանում գլու որոշումներ կայացնող ֆիգուր չի եղել եւ ինքը չի դրա պատասխանատուն։ Իսկ թե ովքեր են պատասխանատուները, մեր հասարակությունը դա լավ գիտի ու տեսնում է, որ այդ պատասխանատուները ազատ շրջում են, չգիտեմ, ամեն կերպ արդարացվում են, մեր արդարադատությունը իրենց փորձում է հրեշտակի թևեր կպցնի։ Այս շաբաթ այսքանը, լավ մնացեք։ Լավ մնացեք։